այն ինչ որ պիտի կատարվի հունիսյան մի օր, դա զուտ քվեարկությունն է, բայց քաղաքացին դրազանգվածները ընտրությունը պիտի կատարեն շատ ավելի վաղ, այս պահից սկսած, եւ այդ ընտրությունը պետք է լինի հիմնավորված։ Երբեմն բարդ հարցերի պատասխանը գալիս է անսպասելի տեղից։ Մասնավորապես ինչ ընտրության մասին է լինելու մասին է խոսքը, այդ հարցի պատասխանը վերջին 2-3 օր առաջ եկավ Բաքվից, որքան էլ ցավոտ է, որքան էլ անդուր է դա ասել, եւ շատ հստակ ձևակերպում էր։ Այս ընտրությունների արդյունքում քվեաթերթիկի վրա կարելի է գրել լինելու է Սևան, թե լինելու է Գյոյչյան։ Շատ պարզ մի ձևակերպում է, որը հսկայական ջանք է մեզնից պահանջելու հասնել ընտրողին, բայց մենք դա կարողանալու ենք անել, ես վստահ եմ։ Ընդհանրապես այս ընտրությունների մասին իշխանությունը դնում է մի բանաձև, որը առաջին հայացքից թվում է, թե շատ վատն է, շատ կեղտոտ է, կեղծ է, թակարդ է խոսքը, երբ ամեն պաշտոնյա առաջի դեմքից սկսած ասում են կամ մենք կհաղթենք կլինի խաղաղություն, կամ մենք չենք հաղթի կլինի պատերազմ։ Դա շատ ստոր սուտ է, բայց եկեք ընդունենք, որ դա ունի կենսունակության որոշակի պոտենցիալ եւ կարող է աշխատել։ Ես երբեմն նաև ապշում եմ եւ ինձ մտահոգում եմ այդ վտանգավոր բանաձևի դիմաց, հականդեմ հակաիշխանական ճամբարից հնչող շատ բանաձևեր, որոնք մեղմ ասած լավը չեն եւ մեղմ ասած գրագետ չեն։ Ինչի մասին այս ընտրությունները։ Ըստ իս առաջին հերթին այս ընտրությունները Հայաստանի ներհայաստանյան process-ների մասին են, ներհայաստանյան կյանքի մասին եւ մենք սա պետք է կարողանանք տեղ հասցնել, որովհետեւ մեզ մոտ ստեղծել է մի հատ պաթոլոգիկ վիճակ, որ մեզ թվում է թե այս ընտրությունները միայն Հայաստանի արտաքին քաղաքականության կամ արտաքին ռիսկերի մասին են։ Ամենևին առաջին հերթին այս ընտրությունները մեր մասին են հայաստանյան process-ների եւ ցանկացած հայ ընտրող պետք է հասկանա ինչի համար է ընտրում, որ մենք շարունակենք ապրել պայմանական ասած, այս օրինակներ բերեմ, գաղտնալսումների դրանց կռեհիկ հրապարակայնացման, ցանկացածին ամեն օր կալանավորելու պայմաններում, թե մենք ուզում ենք ապրել շատ ավելի հանդարտ, շատ ավելի կանխատեսելի, իրավական համակարգում։ Սա ընտրությունը, որ քվեաթերթիկի վրա գրած չի լինելու, բայց սա հենց դրա մասին է։ Մենք ուզում ենք, որ եկեղեցին լինի ավելի վեհ, ավելի լուրջ գաղափարների կենտրոն, ինչպես դա եղել է դարերով, թե մենք ուզում ենք եկեղեցին լինի հարցակումների եւ կռեհիկ այլ արշավի կենտրոն, սա էլ ընտրություն։ Եթե ընտրվի այս ճանապարհը լինելու է դա, մենք ուզում ենք, որ ամեն օր երկրի թիվ 1 աշխատասենյակից դուրս գա ագրեսիա, դուրս գա քաոս, եւ դա ամբողջ պետական համակարգի վրա ազդի, թե մենք ուզում ենք, որ երկրի թիվ 1 աշխատասենյակից եւ բոլոր աշխատասենյակներում լինի պարզապես աշխատանքային մթնոլորտ, ինչպես մենք ունեցել ենք եւ վստահ եմ ունենալու ենք։ Սա շատ պարզ հարցեր է, մենք ուզում ենք, որ արդարության, չգիտեմ ինչի, տակ ձևավորվեն նոր ֆինանսական կլաններ անհայտ ծագման փողերով, թե մենք ուզում ենք, որ իսկապես Հայաստանը դառնա սոցիալական երկիր, սոցիալական արդարության պաշարով։ Այս հարցերն են, որոնք երբ խոսում ես ընտրությունների մասին, Հայաստանի քաղաքացում դեռ տեղ չի հասնում, չի մտածում ինքը, չի հասկանում։ Օբյեկտիվել է, որովհետև այնքան են ռիսկերը եւ տապալումները մեծ եղել, որ ինքը չի հասցրել դրա մասին մտածել։ Առաջի բանը դա է, պետք է շատ համար աշխատել եւ քաղաքացուն ասել, այս ընտրությունը քո կյանքի մասին է։ Հələ մի կողմ թողենք Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Տրամփ, Պուտին, չէ, քո կյանքի մասին է։ Եթե քո կյանքի այս նորմերը քեզ չեն բավարարում, ապա դու ունես շատ բարձ ձև գնալ քվեարկել ում ուզում ես բացառությամբ այս իշխանությանը կամ բարձ ասած գնալ քվեարկել փոփոխության օգտին։ Երկրորդը, այդ ձևակերպման մասին, որ դրել է իշխանությունը օգոստոսի 8-ից, եթե կլինեմ ես կլինի խաղաղություն, չեմ լինի ես կլինի պատերազմ, այստեղ խնդիրը հետևյալն է, ինչ վիճակ ունենք։ Մենք ունենք չպատերազմ վիճակ այս պահին, հա? Չես կարող համոզել, որ չէ, հիմա գիտես, կպատերազմ ռազմական գործողություն է եւ որևէ բանական մարդ նաեւ չի կարող համոզել եւ համոզվել, որ հիմա խաղաղություն է։ Մենք ըստ իս ունենք չպատերազմ վիճակ եւ ընտրություններից հետո իշխանությունը, որն էլ այն լինի, պիտի զբաղվի չպատերազմ վիճակի մենեջմենտով, կառավարմամբ։ Հիմա
այս մարդկանց պատկերացումները չպատերազմ վիճակի կառավարման զիջումներն են։ Ընդ որում շաբաթը մեկ արևը հստակեցնելու է իր պահանջները։ Իդեպ նրա համբերությունն էլ կամ չգիտեմ ինչ հաշվարկներն էլ տեղիք են տալիս եւ չի սպասում ընտրություններին մոտ կամ ընտրությունից հետո, հա, խոսքը Ադրբեջանի նախագահի մասին է, արդեն կոշտացնում, արդեն անցավ այդ մեղրամիսի փուլը հետ օգոստոսյան հստակ պահանջներ է դնում եւ դնելու է։ Հիմա հաջորդ իշխանության առաքելություններից մեկը չպատերազմ իրավիճակի կառավարումն է։ Ով ոնց է պատկերացնում, շատ կարևոր է, որովհետեւ սա կարգախոսներով չի, սա լոզունգներով չի, սա բառից բուն իմաստով փորձ, գրագիտություն, հնչություններ պահանջող եւ թիմերը, որոնք պիտի դառնան հաջորդ սոլիդ իշխանության առանցքը, պիտի ունենան դա եւ դրա շատ կարևոր հիմա դրա մասին խոսեն, ինչպես են պատկերացնում չպատերազմ վիճակի կառավարումը, դրա տապալումը կբերի իսկապես ողբերգական հետևանքների։ Դրա տապալման ամենապարզ ճանապարհը իշխանության վերարտադրությունն է։ Գիտեք, ես մի օրինակ եմ բերեմ, հիմա էյֆորիկ վիճակը այդ բաների հետ կապված, իշխանական էյֆորիայի, Ադրբեջանի տարածքով ցորենի առաջին վանկումներ եւ այլն։ Ես թույլ կտամ ինձ մի կանխատեսում անել, գուցե սխալվեմ, գուցե չեմ, առաջին մի քանի գնացքների այդ ճանապարհով գալուց հետո իմ տպավորությամբ Ալիևը կոշտացնելու է իր պահանջները Միչանսկի վերաբերյալ։ Ուղղակի ասելու է, սա գործելու համար դու պիտի այս պարամետրերով Միչանսկ տաս։ Եթե հետևում եք ադրբեջանական փորձագիտական շրջանակների մամուլին արդեն վերջին օրերին նկատվում է, որ պատգամավորների մակարդակով այդ բանը Միչանսկի թեման կոշտացնում են։ Ուժով կբացենք, այս կանենք եւ այլն։ Իրենք շատ հանգիստ եւ հետ են քաշվելու եւ Տրամպի ձևակերպումներից եւ մյուսի, եթե նրանք տեսան, որ Հայաստանում ոչինչ չի փոխվում, ապա գնալու է պահանջների կոշտացում։ Դա շատ կարեւոր է։ Այս ընտրությունը նաեւ բացատրել մեր հասարակությանը, որ էապես այս ընտրության արդյունքները ազդելու է Ադրբեջանի վարքագծի վրա։ Այս իշխանության վերարտադրումը նշանակելու է պահանջների հստակ ցանկի հրապարակում եւ բոլոր թույլատրելի անթույլատրելի մեթոդներով դրա հասնելու, այսպես ասած, բարոյական իրավունք։ Մենք կտանք թե չենք տա։ Չեմ ուզում չարաշահել, ամփոփելով ասեմ հետեւյալը։ Ըստ իս մենք պետք է սեփական հասարակությանը տանենք շատ կարևոր աշխատանք առայն, որ այս ընտրությունը Հայաստանի մասին է, Հայաստանի ներսի մասին։ Հա կոպիտ ասած, Հայաստանում ապրելու մեր հնարավորության մասին։ Հայաստանում ապրելու մեր հնարավորության մասին է այս ընտրությունը։ Մնացածը չորրորդական է, մնացած բոլոր տարաձայնությունները, որ կարող են լինել ոչ իշխանական համակարգերում, չորրորդական, հինգերորդական են։ Ով կիսում է այս բանաձևը, նա փոփոխությունների մեծ մեքենայի մի մասն է։ Եթե չէ, ապա շատ կասկածների տեղ կարող է դատալ։